Բարև ձեզ, այսօր Alpha News-ի հյուրն է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դասախոս Աշոտ Ավետիսյանը։ Բարև ձեզ, Աշոտ։ Բարև ձեզ։ Իհարկե դուք հետևում եք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում, վերջի ձերբակալությունները աղմկահարույց Սամվել Կարապետյանը, հետո արդեն մենք տեսանք երեք Բագրատ Սրբազանին եւ իր կողմնակիցներին, մինչ այդ հարձակում հայ առաքելական եկեղեցու վրա, ձեր կարծիքը, ձեր ինչպես կմեկնաբանեք այդ ամենը տեղի ունեցողը։ Իհարկե կմեկնաբանեմ, սա կգնահատեմ որպես եւ հասարակական, եւ պետական, եւ ազգային, եւ արժեքային աղետ։ Մի քանի կտրվածքներով, նախ առաջինը բիզնես կտրվածքով։ Ինչու, որովհետեւ Սամվել Կարապետյանը լինելով մեծ գործարար, մեծագույն, եկեք անվանենք գործարար, կապ չունի, որ երկրից է, որ երկրում է բիզնեսը, հա, կարող է ԱՄՆ-ից լինել, Եվրոպայից լինել, միլիարդավոր դոլարների ներդրում է անել հայկական աշխարհում, հայկական իրականության մեջ, թե մոսկովյան, ամբողջ ռուսաստանյան եւ թե հայաստանյան։ Կամ Արցախ, հիշենք ինժեներները։ Արցախ, այո, Արցախը նաեւ սնուցում էր իրենով եւ իրպես բիզնեսմեններով, այդ թվում նաեւ Ռուբեն Վարդանյանով։ Այս առումով մեծագույն հարված է։ Սա մեկ, ինչ իմաստով, որ ապագա ներդրողները կամ գործող ներդրողներ, բարերարներ արդեն կզգուշանան։ Ինչու կզգուշանան, որովհետև մաքուր բիզնես գոյություն չունի։ Ինչպես գոյություն չունի մաքուր քաղաքականություն, մաքուր հոգևոր աշխարհ, մաքուր ֆիզիկական աշխարհ, դրանք բոլորը փոխկապակցված են եւ եթե գործարարը տեսնում է, որ երբևիցե կարող է բռնաճնշում լինել իր նկատմամբ, ինչի մասն է խոսքը, նոր հենց նոր մենք արդեն հեծերի այո, ասեն պետականացնել, բայց ավելի շուտ կարելի ասել, կոպիտ ասել խլում են մարդը։ Խլել, արգրավել։ Խնդիրը նաև ուրիշ բանի մեջ է, լավ, քանի տարիներ է գործում են տաշիր պիցաները։ Նոր տեսակ, որ առաստաղը, չգիտեմ, լավ չէր վերանորոգված, հիգիենիկ պայմաններ եւ այլն, կամ եկեք պատտենք նույն Երևանյան եւ մոլերում եւ սննդի կետերում, բնականաբար 10-ից 9-ում ինչ որ բան կգտնենք։ Բայց խորքային է խնդիրը։ Այսինքն, եթե մարդը իր գաղափարները կիսում է, հայտնում է, ասում է, որ եթե քաղաքականությամբ, քաղաքական մակարդակով դուք չեք կարողանում լեզու գտնել իրար հետ, սիրելի եկեղեցի եւ սիրելի պետություն, ես կփորձեմ ինչ-որ ձևով միջամտել, մասնակցել։ Միգուցե մարդը պատրաստվում է, չգիտեմ, միջնորդ հանդիսանալ։ Ես չգիտեմ, բայց այդ խոսքերի հիման վրա, երբ որ նա ասում է, որ մի փոքր խումբ եւ այլն մոռանալով պատմությունը, եթե այդ խոսքերի հիման վրա պետք է քեն քշել եւ փորձել մի տեսակ պատժել, ես դրա հետ համամիտ չեմ։ Երկրորդ մասը արժեքային։ Ինչ է կատարվում եկեղեցի պետություն համատեքստում։ Ես իհարկե այս ձևաչափը չեմ ընդունում։ Եկեղեցի պետություն խնդիր չկա։ Ես չեմ տեսնում որևէ խնդիր եկեղեցի եւ պետության, ես տեսնում եմ խնդիր մարդկային անհավատալիքների մեջ։ Այսինքն երբևիցե եկեղեցի կանոնավոր հաճախող որևէ քրիստոնյա, ով քարոզ է լսում, պատարագի է մասնակցում, իր եւ մյուս բոլոր բարեկամներով գնում են իրական հայ առաքելական եկեղեցուսանը։ Երբևէ նման աննորմալ, ոչ կոռեկտ արտահայտություններով չի կարող հարձակվել եկեղեցու վրա, հոգևորականի վրա, անձամբ որևէ մեկի լավ ամենամեղավոր հոգևորականը թող լինի։ Ես չեմ դատողը, ով է վեհապարը ինչպիսին է, մյուսը ինչպիսին է, հա։ Եթե դու ընդունում ես, որ դու հայ առաքելական եկեղեցու զավակ ես, քո մտածելակերպը պետք է արդեն փոխված լինի ինքնակնդատության առաջին հերթին։ Եթե դեռ չի փոխվել ինքնակնդատության, խոնարհության, որդիական խոնարհության, չէ՞ որ հաղորդություն է ստանում, եթե մարդը ստանում է, չգիտեմ, ուրեմն դու պիտի փոխված լինեիր։ Եթե չես փոխվել, ուրեմն ինչ որ բան սխալ է աշխատում։ Նույնը կարելի է շատ հեշտ չափել բիզնես ոլորտում, եթե դու երկար ժամանակ հաջողություններ չես գրանցում, հետեւաբար ինչ որ բան ուրեմն դու սխալ ես կազմակերպում, որովհետեւ մյուսները հաջողություն ունեն։ Այսինքն խնդիրը ազգային գիտակցության, հոգևոր գիտակցության հողի վրա է։ Մանավանդ սա սկսեց թեժանալ այն բանից հետո, երբ վեհապարը Շվեյցարիայում շատ հստակ դիպուկ դատապարտեց, արտահայտվեց եւ ցեղասպանության մասով եւ արցախյան հիմնախնդրով դատապարտիչ խոսք ասելով, հայրաբար դատապարտիչ խոսք ասելով։ Բայց ես ձեր խոսքին կավելացնեմ ոչ միայն վեհապարի այդ ելույթից հետո, այլ այդ ելույթից հետո եղավ մեկ այլ ելույթ Բաքվում, Ադրբեջանում, արդեն
իրենց հոգևոր առաջնորդի կողմից եւ տարօրինակ է որ մեղադրելով բոլորին իր քաղաքական օպոնենտներին, որ իբր նրանք այլ երկրների շահերն են առաջ տանում եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ ի զարմանս բոլորի համահունչ կարելի ասել համահունչ մեղադրենք Հայաստանի որոշ բարերի փոփոխություն։ Այո, նու անձնական բաներ դնենք մի կողմ։ Սա ցավոտ հարց է, սա ցավոտ փաստագրում է, ինչ առումով տեսեք նորից վերադառնում ենք մի հոգեվիճակի, մի իրավիճակի, երբ ազատությունը սահմանափակվում է։ Մեր հոգևոր ազատությունը, հավատի ազատությունը, արտահայտվելու ազատությունը եւ ինչպես տեսանք, շատերի մոտ այդ արտահայտվելու ազատության սահմանափակումը բերում է ընդհանուր միջև կալանքի։ Ես խիստ կասկածում եմ, որ 2 ամսից հետո ձերբակալվածներին, կալանավորվածներին, կազատեն։ Բնականաբար դատական գործեր կգնան, բայց բնականաբար տեսնում ենք, որ 18 թվականից մինչև այսօր իշխանափոխությունից հետո ում նկատմամբ հետապնդում է հայտարարվել դատական պրոցեսներն ոչ մի դրական ելք չկա։ Նկատի ունեմ գործող եւ դատական իշխանությունը եւ կառավարությունը չեն կարողանում այնպիսի ապացույցներով համակարգեր ստեղծեն, որոնցով կարողանան իրենց բառերով ասած ջրի երես բերել բոլորին, որպեսզի փողերը վերադառնան հայրենիք, եթե այդպիսիք տարվել են։ Հետո ես ուժ բան տենում, եթե մի փոքր գնանք իրավական պրակտիկա, ես ուժ խնդիր եմ տեսնում, հասկանալով, որ այնքան թույլ են իրենց ապացույցները վստահ են, որ եթե նույնիսկ Հայաստանում դատավճիռ լինի, ապա այդ մարդիկ կարող են հետո բողոքարկել եվրոպական դատաներ, այլ դատարաններում Հայաստանը պետք է ստիպված ընդունել այնտեղի որոշումը։ Դա մայր ավելի ձեռնտու է, ինչպես դուք ասացիք, տարիներով ձգել դատավարությունը, օրինակ նույն օրինակ Արմեն Աշտոն եւ այլն, մենք շատ դեպք ենք տեսել, կամ փոխարինել այս վճիռը այն հոդվածով, ինչ որ տեղի ունեցավ երկրորդ նախագահի հետ, չգիտես ինչու սա նույնիսկ համանական դատարանի որոշումը, որ պետք է վերջ դներ այս իշխանությունը իրենց կերպ մեկնաբանեցին, միայն թե մարդկանց կախվածության մեջ պահեն, թույլ չտան նորմալ զբաղվել իրենց գործունեությամբ եւ այդպես իրենց հարցերը լուծել։ Համաձայն եմ, խնդիր ավելի խորացնելով բերելով աշխարհայացքային, փիլիսոփայական աշխարհայացքային դաշտ, որովհետեւ հիմա մենք պիտի տարբերակենք, կամ սա քաղաքական խաղ է գնում են ընտրությունների, որը ռեալ տարբերակներից մեկն է, պատրաստում են 26 թվականին, իշխանությունը դատական սպասարկում է, բնականաբար տեսնում ենք գործադիրը եւ օրենսդիրը մի տեսակ նույնիսկ իմ կարծիքով տեղերով փոխվել են շատ հաճախ, բոլորը կարող են բոլորի համար, բոլորի տեղը եւ բոլորի փոխարեն արտահայտվել, ինչը իրոք քաղաքականության շերտերի խառնաշփոթ է ստեղծում արդեն, ինչու է սա տեղի ունենում, որովհետեւ հասարակությունը կուլ է տալիս այս իրավիճակը, հասարակությունը մարսում է այս իրավիճակը։ Մի պարզ պատճառով հասարակությունը պատրաստ չէ գնահատական տալու, որովհետև խեղաթյուրված են աշխարհայացքային հիմքերը, հոգևորը ոչ հոգևորի հետ է խառնված, սևը սպիտակի հետ է խառնված, ընդհանրապես ներմուծված է սև եւ սպիտակ գաղափար, այնինչ մենք ունենք Սուրբ Եռագույնը եւ այլն եւ այլն։ Ներողություն եւ երկրորդ խնդիրը քաղաքականից բացի պատրաստվում են ընտրության, հասկանում ենք, նորմալ է, բայց ոչ այս ձևով։ Եվ երկրորդ խնդիրը խորքային է, որ ամենամեծ խնդիրն է ստեղծում։ Արճակատում է թելադրվում, պարտադրվում արևմուտքի եւ չասենք արևելքի, հյուսիսի։ Այսինքն, եթե դաշտ է բերվում խոսույթ հակառուսաստանյան կամ հակաամերիկյան կամ հակաեվրոպական այս բախման, սա արդեն վտանգավոր է Հայաստանի համար։ Ես ավելի շատ սրանից եմ վախում, սրանից եմ անհանգստանում։ Տեսեք, հասարակությունից խոսացեք, իմ մոտ հակառակ, ոչ թե հակառակ, մի փոքր այլ տպավորություն է ստեղծել։ Ես տեսնում եմ մարդկանց հետ շփվում եմ, մեծ մասը շատ բացասական են վերաբերվում տեղի ունեցածին, թե իշխանությունների գործողությունից են դժգոհ, թե այսպես մեր մասը կողմ չեն այս թե ռետորիկային, թե գործողություններին, բայց ես մի հատ այլ խնդիր եմ տեսնում հայասարության մեջ, մարդիկ դեմ լինելով ուզում են մեկ այլը գա իրենց փոխային հարցեր լուծի, թե եւ նույն մոտեցումը թե արդյոք քաղաքականության մեջ ունա կապված Հայաստանի անվտանգության ապահովումը, հիասթափություն Ռուսաստանից լավ, Պարսկաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հնդկաստանը, մեկ ցանկացած երկիր բացի Հայաստանից, թե հատկապես ներքին քաղաքականության մեջ է լինում։ Այո, մենք եկեղեցու հետ ենք, մենք դեմ ենք կամ մենք դեմ ենք այսպես դիկտատուրայի ստեղծմանը Հայաստանում, բայց մենք այսպես մեր տանն ենք դեմ,
մեր ընկերների շրջապատում այդ զրույցները մենք դեմ եւ կուզենանք մարդիկ ուզում են մեկը գա այս հարցը լուծի, բայց իրենք միայն չանեն։ Սա պատասխանատվության բացակայության խնդիր է։ Ընդ որում խորքային պատասխանատվության, համակարգային պատասխանատվության, որտեղից է դա գալիս եւ ձուկը փտում է գլխից, չէ՞, նեղում է գլխից, երբ որ առաջին դեմքերը հայտարարում են մի բան, հետո մի տարի, հետո այլ բան, 4 տարի հետո մեկ ուրիշ բան գործողություններով լրիվ հակասում են բոլոր կետերին, հետեւաբար շարքային քաղաքացին կամ քննարկող մասնագետը լավ ասում է ինձանից ինչ է մնում է հրաման կատարել, իսկ ազգի նկատմամբ, պետության նկատմամբ, համակարգի նկատմամբ իր կատարած բնագավառում ֆունկցիոնալ պատասխանատվություն չի կրում։ Վերցնենք դասախոսությունը, հա, ինչ է, եթե դու պիտի անընդհատ չոր կոնվեյերի պես բաց թողես ուսանողներ, հա լավ ասես դե սրա զանգներ, նրա զանգներ, այս ինչի զանգներ, 3-ա դնեմ, 4-ա դնեմ, 5-ա դնեմ գնա, դու աղետ ես այդ հասարակության համար, սիրելի դասախոս։ Նույնը պետական կամ ուժային ոլորտի ծառայողները, մեր ազգակիցները, հա, հայրենակիցները կամ պետական իշխանության 3 ճյուղերի որևէ ծառայող կապ չունի դատական, թե գործադիր, թե օրենսդիր, եթե դու քեզանով անցկացնելով պատասխանատվություն չես կրում եւ քո վրա ստոպը չես տալիս, հա, այդ կանգառը չես տալիս, որպեսզի մյուս կողմը չշարունակվի, դա լուրջ պատասխանատվության գիտակցության կորստի է բերում եւ դրա ապացույցն է։ Ես ուզում եմ մեկ այլ հանգամանք եւս առանձնացնել այս, չասեմ բախում, բայց լարված վիճակում, քանի որ ընդունում են գորգոություն ունի հասարակական լարում, սոցիալական լարում, ես չի ասի թե քաղաքական լարում, որովհետեւ իրականում քաղաքականություն գոյություն չունի ընդհանուր առմամբ, մանր-մունր ֆունկցիոնալ դրսևորումներ են։ Առանցքային կետը Սփյուռքին վանելն է։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, փաստորեն այս իշխանությունները հենց նույն Սամվել Կարապետյանի պարագայում են ասում են Սփյուռքից ես, ուզում եմ ոչ մի բան պետք է չխառնվես, ուզում ես փող ներդրի կամ մի արա, բայց դու իրավունք չունես որևէ կերպ քո կարծիքը արտահայտես Հայաստանում տեղ ունեցողը։ Սա շատ խիստ մտահոգիչ փաստ է, ոչ միայն Սամվել Կարապետյանի մյուսների, մեր մակարդակում էլ, Վիջին մակարդակում, ասենք մասնագիտական շրջանակներում եւ այլն քննարկումներում բոլորը միանգամից փորձում են քեզ քո տեղը ցույց տալ։ Դու քաղաքական գործիչ չես, դու ես ինչ չես, դու այնիշ չես։ Հարց է առաջանում, ով իրավունք ունի մեկնաբանել սոցիալական երևույթները, հասարակական երևույթները, մեր աշխարհայացքային բեկումները, հա, այդ ստերեոտիպները, որ հիմա կան ազգի մեջ, այսինքն այդ խոսույթը, որ բոլորը զբաղվում են իրենց գործով, վերցրել են եւ արդեն չեն տարանջատում, թե ով ինչ գործով պիտի զբաղվի, բայց արգելում են մյուսին արտահայտվելու։ Հիմա նույնը ռուսաստանյան կամ ամերիկյան գործարարները արդյոք կկարողանան հասարակական կարծիք հնչեցնել եւ առաջ տանել։ Ռուսաստանյան կամ եվրոպական կամ ամերիկյան մտավորականությունը արդյոք իրավունք ունի իր կարծիքը հայտնելու եւ այդ կարծիքի համար պատասխանատվություն չկրելու։ Չէ՞ սա կարծիք է, չէ՞, մասնագիտական տեսակետ է, վերլուծությունների։ Լավ, ենթադրենք ես հոդված եմ գրել այս մասին։ Հիմա ինչ այդ հոդվածի համար պետք է դատապարտեն, առնվազն պրոֆեսիոնալ չէ եւ առնվազն սա քաղաքական հետապնդում է դառնում։ Այս տեսանկյունից Սփյուռքը շատ տուժող վիճակում է հայտնվում, ինչու Սփյուռքը, որովհետեւ 3 միլիոնի չափ էստեղ ենք Ռուսաստանի Դաշնությունում մոտավոր հաշվարկներով, պաշտոնականով ավելի քիչ, մի այսքան ԱՄՆ-ում ենք, մի երևի 2 միլիոնի չափ Եվրոպա եւ ամբողջ աշխարհ։ Շատ լավ։ 7-8 միլիոն հայությունը, այսինքն պիտի տեսակետ չհայտնի, չմասնակցի, ներդրումներ չանի, քաղաքական, պետական, համաժողովրդական ակցիաների չմասնակցի, ինչ է թե այդ ամենի համար պետք է բռնաճաշում լինի։ Մտքիս ինչ եկավ, միշտ համարվում է, որ հենց մեր Սփյուռքը մեր խաղաքարտեզի մեկն է, ի տարբերություն այլ տարածաշրջանի երկրներ, նույնիսկ մեր հակառակորդի երկրի Ադրբեջանի ժամանակին կար այսպիսի ասացված, ասում է Պենտագոնն ու Պետդեպը շատ են սիրում Բաքուն, իսկ Կոնգրեսը սիրում է Երևանին, նկատի ունենալով որ մեր Սփյուռքի շնորհիվ ստիպված են հաշվի նստել նաև Հայաստանի հետ։ Տեսնում ենք դա պետք չէ։ Բայց դուք ինչի՞ եմ ուզում ուշացնել։ Անցած տարի ես մի շատ հայտնի ռուս փոցագետի հետ քննարկում էինք, այն ժամանակ արդեն նոր սկսում էր իշխանությունը այդ փաստացի ցեղասպանության, չէ՞ ասի ուրացման, բայց մոտ դրան գործողությունները, տարբեր մանիպուլյացիաներ եւ այլն։
Եվ այդ փոքրագիտի հետ քննարկելուց ես ասի հույս ունեմ, եթե Ստալինի ժամանակ այդպիսի դաժան բռնաճնշումների ժամանակ չկարողացան հայ ժողովրդին ստիպել մոռանալ այդ ամենը, ներկայիս ժամ չի ստացվում, բայց այդ մարդը մոտ հետաքրքիր միտք ասեց, դու թերագնահատում ես ներկա միջոցները այսպես լիբերալ համակարգի եւ պարտադիր չի դու մարդուն վախացնես Սիբիրով կամ մահապատժով, որտեղ կարող է նույնիսկ դա այդքան էֆեկտիվ չլինի, ինչ ներկայիս այդ մեթոդները ազդելու մարդկանց գիտակցության վրա, աշխարհայացքի վրա, մասսայական փսիխոզ եւ այլն, Ձեր մոտեցումը ո՞րն է, դա հնարավոր է անել։ Ինչու եմ դա ասում, որտեղ հիմա մենք տեսնում ենք, որ ցեղասպանության ավելանում է նաեւ եկեղեցու հացը եւ այլն։ Այս ամենը համակարգային խնդիր է առաջ բերում, բայց ամենավտանգավոր քայլը նա է, որ համակարգային խնդրում գործողներ անհատներ են։ Եվ եկեղեցի, եւ ցեղասպանություն, եւ Արցախ, եւ սոցիալական մասնակցություն մի համակարգի տարբեր դրսևորումներ են մեզանում, բայց առանցքը այն է, որ դերակատարներն են նույնը։ Եվ սփյուռքահայություն, եւ հայաստանյան, Հայաստանի Հանրապետության բնակչություն մեծ դեր ունեն այս ամեն ինչի եւ կանխարգելման եւ ինչու՞ չէ մեր արժեքային բազայի տարածման գործում։ Այս առումով երևի թե սփյուռքը ավելի շատ գործ ունի անելու։ Մեզ վրա ավելի շատ հանձնարարականներ կան, գոնե մենք այդպես ենք ընդունում, եթե նույնիսկ հայրենիքում ունենք խնդիր ներքաղաքական, ներպետական, հասարակական, արժեքային, մենք ավելի պատասխանատու ենք համարում մեզ այստեղ արժեքային համակարգը պահպանել։ Բայց արի ուտես, որ Ռուսաստանյան Դաշնությունում արժեքային համակարգի հիմնական պահպանողը եկեղեցին է։ Առնվազն այստեղ, ես վստահ եմ նաև ԱՄՆ-ում, այնտեղ էլ շատ ընկերներ, ծնողներ, խոսում ենք, զրուցում ենք, մարդիկ ուղղակի փախնում են որոշ նահանգներից, որովհետև այդ նահանգներում իրենց երեխաները լրիվ այլարսերվում են։ Այստեղ փառք Աստծո այդ խնդիրը շատ չունենք, բայց կա, եւ որպեսզի մեր հայեցի դաստիարակությունը պահպանենք, շատ ավելի պիտի ջանք թափենք, դեռ ավելին ռուսերեն ասած «Из-за себя за другого парня», հա։ Այսինքն եւ մեր երեխաների դաստիարակության խնդիրն է, մեր սերունդի եւ հաջորդ եկող սերունդների, կրթօջախների, ինչով, որպեսզի հասկացնենք, որ եկեղեցին արժեք է, պետությունը արժեք է, հայ լինելը արժեք է, լեզուն արժեք է, հավատը արժեք է։ Եթե այս ամենը չենք կարողանում մենք գոնե պատասխանատու մարդկանցով այստեղ տարածենք, պահպանենք, զարգացնենք, երևի թե մենք կձախողենք։ Կձախողենք մեր վաղը չեմ իսօրը Հայաստանի Հանրապետության համար, քանի որ մեր այդ դաստիարակության, այդ կրթության մեջ մի կարևոր կետն էլ հայրենիք վերադառնալն է։ Եթե ոչ ես, գոնե իմ զավակը բանաձևով, այս բանաձևն է, եւ այդ ուղղությամբ բոլորը աշխատում են։ Հիմա, եթե ես իմ երեխային կամ մենք կրթօջախներում այստեղ մատուցում ենք մի գաղափար, որով պիտի երեխան զինված, երիտասարդը հագեցած վերադառնա հայրենիք, բայց կանգնի փակուղու առջև, որտեղ արգելված է լինելու ցեղասպանության մասին խոսելը, հավատ ունենալը, եկեղեցին արժեք համարելը, ել չեմ ասում հայ եկեղեցու պատմությունն առարկան արդեն հանեցին, պատմությունն է հայոց, չգիտեմ ինչու վերափոխվում Հայաստանի պատմություն, հիմա պիտի մի հատ էլ փորձենք սահմանում բերել, թե ինչ է Հայաստանը, որ սահմանները նկատի ունենք, հա, 29 ամբողջ եւ այլն, թե Տիգրանը մերը չերել, մեծը, հա, Արշակյան, հա, Արշակիդները մերը չէին, մյուսները մերը չէին, որ Հայաստանի մասին է խոսքը։ Բայց լավ է, որ մենք երեխաներին, երիտասարդներին, ուսանողներին, հասարակությանը ավելի հասուն հասարակական միավորներին գոնե պահում ենք դեռ 5 օր։ Իսկ դուք այսպեսի նախադեպ հիշում եք, որպեսզի լինում միջազգային պատմությունից, որ հաջողվի այսպես կարդինալ վերափոխել ազգի արժեքները, պատմական հիշողությունը եւ այլն։ Մեկ դար առաջ նման բան տեղի ունեցել մեկ դար առաջ, երբ որ մենք դեռ առաջին հանրապետությունից հետո մտանք սովետական միություն եւ այնտեղ շատ խիստ նույն բռնաճնշումներով 15-20 տարում գոնե այսպես ասենք ձայն բարձրացնելու հարցը լուծվեց, չբարձրացնելու օգտին, բայց դրա պատասխանը եղավ 30 տարի հետո, 40 տարի հետո 60-ական թվականների պորտկումը։ Հիմա եթե հիմա ստացվի սսկացնել, հա, ինչ որ ձևով ձայնազուր կաներ եւ գործարար եւ մտավորական եւ հոգեվորական եւ ազատ քաղաքացի կարգախոսներով, միգուցե հաջորդ սերունդը 20 տարի հետո, 30 տարի հետո այս հարցի պատասխանը տա, բայց նորից մենք մեզ արժանապատիվ չենք համարում
եթե թույլ ենք տալիս այս ամենը իրականացնել։ Պարադոքսն էլ այն է, որ նախինում դա եղել է այլ, կարելի ասել, այլ ուժի ենթակայության, իսկ ոչ թե հայ, նույնիսկ այս եկեղեցու հետ կապված դեպքերում հիշում են, թե ինչ բռնաճնշում է ենթարկվել հայ եկեղեցին, բայց միշտ այդ բռնաճնշումը մի օտարազգի իշխանություն եղել, բայց ոչ թե հայ իշխանություն։ Հիմա խաղաքարտը կարող է լինել թուրքական։ Օրինակ նույն բոլշևիկին կարող է փոխարինել թուրքական խաղաքարտը, ասելով որ մենք կներեք բան չարեցինք, չկարողացանք ինչ որ բան անել, թուրքական կառավարությունը կամ չգիտեմ զենքի ուժով Աստված մի արածցե կամ տեսեք Ադրբեջանը Սյունիքի մասով եւ եթե ոչ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով նկարտումներ ունի եւ բայ տեսեք բախվեցինք պատերազմի, մենք փորձում էինք ամեն ինչ անել, այս պատերազմը թույլ չտվեց։ Այս վտանգը կա եւ ես սա տեսնում եմ որպես երրորդ խաղաքարտ։ Այսինքն երրորդ խաղաքարտը կլինի նա, որ հենց տեսնենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորցնում ենք իշխանություն, զանգենք, ասենք եղբայր, կարող եք արխային հարձակվել, իմ ազգը կզբաղվի ձեզանով միջև, այն անմեղ երեխեքը, բայց ոչ մեր երեխեքը, որովհետեւ մեր կեսը չեն էլ ծառայել կասեն, գնալու են զոհվեն հանուն հայրենիքի, բայց նաեւ արտահայտվելու են, որ իզուր էր այդ ամեն ինչը։ Տեսեք, դուք մի հատ հետաքրքիր թեմա բացեցիք այդ թուրքական գործոնը հայ քաղաքականության մեջ, եւ ես դա հետ կկապեմ հայ-ռուսական հարաբերությունն, ավելի ճիշտ մոտեցումն է հայ-հասարակությանը Ռուսաստանին։ Որտեղ մենք տեսնում ենք հիմա նույնիսկ անհասկանալի ռուսատիատության այսպիսի ալիք։ Տեսեք, դուք խոսեցիք Թուրքիայի մասին, որ կարող Թուրքիայի գործոն ուժեղանա, ինչու են մեղադրում Ռուսաստանին։ Ասում են լավ դաշնակից չի Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, բայց մենք տեսնում ենք, որ այդ կարգախոսի ներքո չես ինչու Հայաստանը տանում են դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Օրինակ Եվ նկատել եք վեհապարին մեղադրում են, ասում են մենք բոյկոտ ենք հայտարարել Բելորուսին Ադրբեջանին աջակցելու համար, իսկ նա գնաց Մինսկում հայ եկեղեցի բացեց, բայց միևնույն ժամանակ երկի վարչապետը գնում է Էրդողանի հետ հանդիպմանը գիրքը, ասենց ուրախ ժպտալով գրկում է։ Եվ դա նորմալ։ Մի մարդ, որ ուղղակի է մասնակցել, Լուկաշենկոն քննարկել է հարձակումը Հայաստանի վրա։ Էրդողանը ուղղակի է մասնակցել Հայաստանի վրա հարձակմանը, նույնիսկ ըստ Նիկոլ Փաշինյանի օգնել է սպանել եւ իր զինվորները մասնակցել են դրա մեջ հայ երիտասարդներին մեր հայրենակիցներին, բայց ինչու ժողովուրդը դա վստահություն չի դասում։ Դուք այդ բացատրությունը այդ ռուսատիատության պատճառը ո՞րն է եւ ուր կարող է տանել մեզ։ Սկզբից բթացում է գնում, հասարակական բթացում, արժեքներին նենգափոխում, սկզբից նենգափոխում են, խեղաթյուրում են, հետո փոխարինում են նոր արժեքներով։ Այսպես ավելի հեշտ է ստացվում եւ փիլիսոփական մակարդակում, քաղաքագիտական մակարդակում սա շատ տարածված հնարք է, այսինքն եթե մի բանը քո դուրը չի գալիս, դու դրա բոլոր կողմերը երբ որ անընդհատ քննարկում ես մանավանդ բացասականները, դա չեզոքանում է եւ այդ չեզոքացնելուց հետո անընդհատ տալիս ես նոր ուտելիք։ Նոր ուտելիքը մատուցում ես բնականաբար ավելի սիրուն, նոր գաղափարներ եւ որոշները հաճույքով ընդունում են մանավանդ երբ որ ֆինանսական բարեկեցության եւ այլ օժանդակ նյութերով է այդ ամեն ինչը մատուցում։ Ես հույս ունեմ, որ մեր հասարակությունը վերջի վերջո խելքի կգա, կզարթնի այս առումով եւ այն օրը նույնիսկ հարցազրույց էինք տալիս, ինձ հարցնում են դուք պատրաստ եք ներել Թուրքիային կամ թուրքերին եւ այլն, ասում եմ այո, եթե նա ներողություն խնդրի, ես կմտածեմ։ Բայց ներողություն խնդրող չկա։ Այսինքն եթե ռուսական ճնշումները լավ ենթադրենք եղել են չեն օգնել մեզ, հա, պետք է ճանաչեն Հայաստանի Հանրապետության սահմանները ամբողջական չեն, դա չի նշանակում միանգամից փոխարինես նորով։ Ես հիշում եմ ընտանիքի մոդելը, անընդհատ այս հարցը քննարկում ենք եւ կնոջս հետ հաճախ քննարկում ենք սա սոցիալական աշխատողի դերը։ Տեսեք, արևմտյան մոդելը ինչ է ասում։ Եթե ամուսինը խփեց, հանգիստ զանգում ես ոստիկանություն, այսպես։ Հերն անիծում են, ընդհուպի չէ բաժանում շատ արագ, վсё, ինքը ձեզ պետք չի։ Հայկական մոդելը ինչ է ասում։ Սիրով, բանակցելով, հարազատներով, եթե ունեք հոգևոր արժեքներ, նույն հոգևոր արժեքներով, ընտանիքով, եկեղեցիով եւ այլն, այդ ամեն ինչով փորձում ես լուծել եւ միգուցե մարդը հասկանա, որ ինքը սխալ է եւ սովորաբար հասկանում է եւ հայ ընտանիքը երկար գոյատևում էր, դեռ ավելին շատերը կարողանում են իրենց մեղքը քավել շատ ավելի լավ ամուսին կամ կին լինելով, հա։ Հիմա այստեղ նույն մեթոդն է կիրառվում։ Եթե որևէ բարեկամ մի քիչ թերանում է իր բարեկամության մեջ, չէ, ներում բեկում չկա, ինչ եք ասում։ Միանգամից կտրենք վերացնենք,
Բայց փոխարինում են հակադեմ եւ հակադարձ Օրինակ բարեկամություն։ տեսեք, մենք մի հատ բարեկամ երկիր ունենք, նույնիսկ կասկածի տակ չեմ դնում Ֆրանսիան, մեր ամենապրո-հայկական երկրներից մեկն է, բայց հետաքրքիր է, տեսեք, Արցախ հանձնելուց Ֆրանսիայի նախագահն էր Պրահայում, որովը մեկ ուշադրություն չդարձեց։ Մի քանի օր առաջ Ֆրանսիայի դեսպանը Շուշիում էր այնպիսի հայտարարություններ էր անում, ես պատկերացնում եմ, եթե նմանատիպ հայտարարություն աներ Ռուսաստանի դեսպանը, ինչ կկատարվեր։ Ֆրանսիական ընկերությունները տոտալը նոր կոնտրակտներ են ստանում եւ այլն, բայց հայ հասարակությունը փորձում է դա չդակել։ Բայց կապված ռուսատերությունից մի հատ էլ բանի վրա ուզում ուշադրություն դարձնել, տեսեք, երբ որ դա սկսեց մի քանի տարի առաջ, ես անընդհատ նույնիսկ իմ հարցազրույցներում անընդհատ ասում եմ, ինձ դա շատ նման է Օվերտոնի պատուհանին։ Ինչն է խանգարում Հայաստանին դառնալ պրոթուրքական, դա ցեղասպանությունն է, հիշում այն, որ հայերի մեջ ընդունված է, որ թուրքը դա թշնամի է, որ պատրաստ է, եւ նույնիսկ անընդհատ մենք դա իդեապացույցը տենում ենք, պատրաստ է թշնամական քայլերի Հայաստանի հայերի դեմ։ Համոզելով հասարակության, որ Ռուսաստանը թշնամի է, բերում են մի կետի ու դա արդեն մենք տեսնում ենք արդեն պրակտիկ, որ դե եթե Ռուսաստանը թշնամի է, դե Թուրքիա, բայց համագործակցում ենք, դե ինչն է խանգարում Թուրքիայի հետ էլ։ Իսկ վերջում դեով ավելի շատ է, եկեք նրա հետ լինենք։ Այսինքն այն նույն թեման, ինչի մասին 2 րոպե առաջ շոշափեցինք, նենգափոխում է բարեկամության գաղափարը։ Բարեկամության գաղափարը իջեցրել են, դարձրել են ինչ որ մանիպուլատիվ, օգտակար, չօգտակար, հա, պրագմատիզմի, պոպուլիզմի հիման վրա ձևավորված նոր գաղափար, բարեկամ է նա, ով այս պահին օգտակար է։ Ոչ, այդպես չի։ Բարեկամ է նա, ով բարեկամ է արժեքային համակարգով, ով հիմքում է բարեկամ, ով ունի ընդհանուր մշակույթ, ով ավանդույթ ունի, եւ այդ ավանդույթով է փորձում իր հասարակությունը դաստիարակել։ Մենք անցյալ անգամ ես հիշում եմ խոսեցինք անցյալ տարի դեռ այսպիսի առարկա են այստեղ անցնում համալսարաններում, առաջի կուրսերում, основа российской государственности, այսինքն ռուսական կամ ռուսաստանյան պետականության հիմունքներ։ Տեսեք, այս պետությունը որդեգրել է ավանդական հասարակություն ունենալու ուղին։ Համաձայն եմ, մեծ ճանապարհ ունի անցնելու, բավականին խնդիրներ ունեն, ազատականության լպիրշ դրսևորումներ կան եւ այլն եւ այլն։ Մենք որ ուղին ենք որդեգրել։ Արդյոք Հայաստանի Հանրապետության սահմանադրության այդ դրույթները իրավական, ազատական, ժողովրդավարական եւ այլն սոցիալական պետությունը վարչապետի ելույթներում մի քանի անգամ դա նշել է։ Պետք է լավ ապրել, վայելել կյանքը, դա է գլխավոր նպատակը։ Այսինքն այն վեհ արժեքները, ազատություն, անկախություն, ել չեմ խոսում Արցախի անվտանգության երաշխավորություն եւ այլն, որոնք մենք ունեինք մեր հռչակագրում, այս ամենը երևի թե մի օր արդեն պիտի մարդկանց հոգնեցնի, երևի թե, ասելու են Արցախ չկա, հետեւաբար եկեք մենք երաշխավորն ենք, հա, հանում ենք այս դրույթը, սա փոխում ենք, նա փոխում ենք եւ վերջ լավ է, մեզ պետք է մի փոքր կտոր, որտեղ լավ ապրենք։ Ես այս գաղափարները չեմ կիսում։ Մեզ զրույցի վերջում ձեր կարծիքով դա կհաջողվի այդ ծրագիրը։ Հույս ունեմ ոչ, ես դրա դեմ ջատագովներից մեկը կլինեմ եւ փորձում ենք այստեղ հասարակական, կրթական, երիտասարդական եւ այլ մակարդակներով հայկական ինքնության կարևոր բաղադրիչները պահպանել եւ փոխանցել սերունդներին։ Լեզու, հավատ մեր մայր հայ առաքելական Սուրբ եկեղեցով, մեր պատմությունը, մեր սուրբ պատմությունը, որը հայոց պատմություն է, ոչ թե Հայաստանի պատմություն։ Այս ամենով պիտի որ փորձենք հակադարձել մեր մակարդակով, ոչ քաղաքական դրսևորումներով ես գոնե, ոչ էլ այլ, չգիտեմ, հիմա մի ավել բառ ասես, միանգամից ահաբեկչական ինչ որ պիտակումներ կլինեն, բնականաբար այս ամենից զերծ մնալով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերքի համար։ Alpha-News-ի եթերում Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դասախոս Աշոտ Ավետիսյանն է։